ակնհայտ է ամենի ինչում ընկած է ոչ թե տնտեսական հաշվարկները, այլ քաղաքական կոնկրետ որոշումը։ Հիշեցնեմ նաև արբիտրաժի դատարանը Ստոկհոլմյան որոշում էր կայացրել, որ մինչև գործի քննության ավարտը պետությունը պետք է միջամտի հեծի գործունեությանը, ինչպես նաև պետք է զրկի լիցենզիայից, հստակ այսպես մի տող ունեին իրենք, որ պետությունը պետք է լիցենզիային կպնի մինչև քննության ավարտը, այսինքն ըստ էության արբիտրաժի դատարանի որոշման երկու կետեր արդեն իսկ խախտվել է մեր պետական մարմինների կողմից, նախ կառավարման մասով են ամբողջությամբ վերցրել իրենց ձեռքը եւ երկրորդն է լիցենզիայից զրկեցին։ Այս ամենը արվում է 2026 թվականի ընտրությունների ընդառաջ, գաղտնիք չէ, որ հեծը մեծ թվով աշխատողներ ունի, ցանց ունի ամբողջ հանրապետության տարածքում, մշտապես տարբեր իշխանությունների կողմից հեծը դիտարկվել է որպես ընտրությունների վրա ազդող գործոն եւ նրանք էլ փորձում են այդ գործիքը իրենց ձեռքում ունենալ։ 26 թվականի ընտրություններից հետո կարող է իրավիճակը լրիվ փոխվել, այսինքն մենք այստեղ ոչ թե տնտեսական, այսպես կատարելագործման, արդյունավետության ինչ-որ գործընթացի հետ գործ ունենք, այլ զուտ քաղաքական հաշվարկների։